Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում ծովից ծով փոդքասթի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ են Ռուբեն Մելիքյանը Երևանից եւ Աղասի Ենոկյանը Հյուսիսային Կալիֆոռնիայից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ, սիրելի լսողներ։ Այսօր մենք խոսելու ենք ինչպես միշտ շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին եւ առանձնացրել ենք 3 կարծում ենք կարևոր իրադարձություն ընթացիկ շաբաթվա։ Առաջինը մայիսի 9-ն է, որպես երևույթ, որպես եռատոն, որը մեզնից գողացան, այս օրվա հետ կապված իրադարձություններն են։ Երկրորդը մայիսի 9-ին նախորդող օրը ազգային ժողովում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի չգիտեմ, հիստերիա ասենք, ինչ ասենք, այդ ղժղժոցներ, այդ աննորմալություն, այդ անընդունելի վարքագիծ չնայած շատ մեղմա բոլոր դեպքերում էլ շատ մեղմա։ Եվ երրորդը մի իրադարձություն, որ կարող է 1 հարյուրամյակի ընթացքում 5 անգամ, 6 անգամ, լավ մաքսիմում 7-8 անգամ լինի, դա նոր պապի, Հռոմի նոր պապի ընտրությունն է, որը որ մի քանի երևի թե տասնամյակ այսպես էֆեկտ է ունենում, ընտրվել է նոր պապ եւ մենք կփորձենք առաջի ամերիկացի պապը, ինչի համար թերևս երևի թե Աղասին շնորհավորեմ, եւ մենք կփորձենք իմաստավորել այդ ոնց եղավ, այդ մարդը չէր համարվում հիմնական տեխնացու, ինչպիսի քաղաքականություն է իրականացնելու Լևոն 14-րդ քահանայապետը եւ այլն։ Սկսենք Աղաս։ Սկսեցինք։ Դե արի սկսենք մայիսի 9-ից։ Տարօրինակ հարց տամ, Ամերիկայում մայիսի 9 տոնում են։ Մայիսի 8-ը Ամերիկայում արդեն հռչակվեց Տրամպի կողմից Ամերիկայի հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմում, նա հայտարարեց, որ Ամերիկան է հաղթել այդ պատերազմում, հա։ Բայց սխալ է ասում, Ամերիկան էլ է հաղթել, չէ՞։ Ահա, բայց ինքը ասաց, որ հիմնական ուրեմն ներդրումը Ամերիկան է ունեցել այդ պատերազմի մեջ։ Իհարկե կարևոր հարց էր դա այն երևի այն ֆոնի վրա, որ Մոսկվայում մայիսի 9-ին հանդիպեցին ուրեմն Սի Ցզինպինը եւ Վլադիմիր Պուտինը, փորձելով այստեղ ինչ-որ ձև կոմպենսացնել այդ կարևորագույն ուրեմն իրադարձությունը։ Եվ կարծես թե այդ հանդիպումը բավականին լուրջ ազդեցություն կունենա քաղաքական զարգացումների վրա։ Ամեն դեպքում Տրամպի քաղաքականության հիմք է նշանակվել Չինաստանին մեկուսացնելը, Չինաստանի նշանակության իջեցնելը, մինչդեռ մենք տեսնում ենք եւ իդեպ Ռուսաստանի հետ նրա սիրախաղը ուղղված է նրան, որ Ռուսաստանի փոքր Չինաստանից վերիրկում, բայց կարծես թե հակառակ ուղղությամբ է գնում ամեն ինչ եւ չի ստացվում դա, ինչի պատճառով բնականաբար Տրամպը ինչ-որ երևի անկապ քայլեր է անում, ուրեմն մայիսի 8-ը հռչակելու որպես եթե հաղթանակի մի տոն կա այստեղ, որը երևի դարից ավել է նշվում է, դա ուրեմն 11-րդ ամսվա 11-րդ օրը 11:11 այստեղ լրության րոպե ու դա առաջին համաշխարհայինում հաղթանակին է նվիրված եւ հիմա երկրորդ հաղթանակի օրն է ուրեմն փաստորեն առաջի համաշխարհայինում Ամերիկան ոնց հասկացա, ինչքան ես հիշում եմ պատմությունից, իրոք վճռական դեր է ունեցել Գերմանիայի դեմ հաղթանակում, որտեվ այդ եվրոպացիները ոնց որ թե շատ վատ վիճակում էին Անտանտան, չէ, Անգլիան, Ֆրանսիան եւ միայն Ամերիկայի մտնելով էր, որ գերմանացիներին կարողացան պարտության մատնել, առաջի համաշխարհայինի մասին է խոսքը։ Դե երկրորդ համաշխարհայինում ռուսներն են, էլի, ռուսներն են առաջնային դեր ունեցել։ Ահա, բայց Իվանկյան, կներես, ռուսներ շատ սխալ եմ ասում։ Խորհրդային պետությունը, որտեղ ինչի ռուսները, մեր պապերն են դրան հավասարապես մասնակցել, ոչ թե ռուսները, այլ խորհրդային ժողովուրդը ամբողջությամբ, այդ թվում նաև մեր պապերը, իմ հարազատ պապն է օրինակ, Անդրանիկ պապս է մասնակցել եւ իր լուման ունեցել է 80-ամյակի այսօրվանը ես համարում եմ նաեւ իմ տոնը այսօրը մյուս կողմից
պապիս եղբայրը, տատիս եղբայրը, մի խոսքով ես համարում եմ սա նաև մեր հաղթանակը եւ ոչ թե ռուսների միայն եւ ոչ առավել եւս ոչ թե ամերիկացիների։ Կներես դու չգիտեմ ոնց ես մտածում, բայց Չէ, իմ հորը պայմանել է մասնակցել այս պատերազմին, գերի ընկել, հետո Ֆրանսիայում ուրեմն պարտիզանական ջոկատներին է մասնակցել, այդ Միսակ Մանուշյանի շարժման մեջ է եղել, պաստորեն եկել հասել են միջև Արևելյան Եվրոպա, հետո բնականաբար գնացել է Ջեսկազգան, հա, եւ միջև պաստորեն Ստալինի մահը անցկացրել սովետական նամակենտրոնացման ճամբարները։ Դա էլ այդ կնճիրն է այդ ամեն ինչից բխող, բայց դե մենք ախր մեր երկրում երկար տարիներ մենք նշում էինք ոչ թե հաղթանակի օր, այլ եռատոն։ Ամբողջ ցավը դա է։ Այո, այդ ամբողջ ցավն է, որ այս հաղթանակի օրը մենք չենք կարող ամբողջ սրտով նշել երկրորդ, ոչ թե երկրորդ համաշխարհայինում, այլ ես դա կհամարեի մեծ հայրենական, ես այդպես եմ համարում, ոչ թե ոչ միայն մեծ հայրենականում հաղթանակի օրներ, այլև Շուշիի ազատագրման օրներ եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրներ, հիմա մենք չունենք ոչ Շուշի, ոչ Արցախի պաշտպանության բանակ, մեզնից դա գողացան, հերիք չի գողացան, այն օրը լսում էի Ալեն Սիմոնյանը զզվելի էր, էլի, մեր գրպանն է, մեր ջեբն են գցել, այսպեսի ձևակերպում էր, չէ՞, գրպանն են գցել այս պատերազմը, մեկը հարցնի, այնգեր, ով էր ձեր լեզվից քաշում, որ Ստեփանակերտի հրապարակում այդ քո ղեկավարը հիստերիկի պես հիմար դուստար։ Այո, հիմար դուստար 1։ Ով էր ձեզ ստիպում, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները այդտենց վատացնեիք մինչև 2020 թվականը, այդ խայտարակ վարքագիծ դրսևորեիք լավ վատ մեր երկրի ռազմավարական դաշնակցի հետ։ Ով էր ձեզ ստիպում, այն որ նախորդ իշխանությունները շատ գրագետ գնումներ էին կազմակերպում այդ դրոնների դեմ պայքարի համար, դա փոխեք մի հատ Facebook-յան նկարի արժանի սամալյոտներ բերեք, որսկի այսպես ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորություններ չունեն, բան չունեն։ Առանց ռակետ սամալյոտ բերեք, ինչա թե այդ Facebook-յան նկար գցեք ու փնովեք նախորդ իշխանություններին։ Ռեպեր էին բերում այդ մարդիկ, այդպես էր պլանը, դրա հանրահայտ փաստ է։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն, տասնյակ փաստեր կարող ենք ասել։ Տենց են ձեր գրպանը գցել։ Զզվելի է, էլի ուղղակի։ Պատասխանատվությունից փախնելու, խուսափելու այն զզվելի վարքագիծ։ Ну, ճիշտ ասած, ես գիտեմ ով է իրեն ստիպել, բայց հիմա դրա մասին երևի չխոսենք, հետո։ Այստեղ ուրիշ հարց է, հարցն այն է, որ այս այլևս չկա եռատոնը, ինչ որտեղ մայիսի 9-ը տխրեցնում է, մայիսի 9-ը հիշեցնում է այդ ողբերգության մասին, թե ինչքան հպարտ էիք առաջ եւ հիմա ինչ վիճակում եք հայտնվել, հա։ Եվ բավականին հետաքրքիր է, որ այդ առիթով ուրեմն փաստորեն Նիկոլը գնաց Մոսկվա, որպեսզի Պուտինի հետ մասնակցի այդ շքահանդեսին, հա, շքերթին, իսկ Ալիևը չգնաց։ Բայց մի բան էլ ասենք, Ալիևը ուղարկեց շքերթին մասնակցող Զորա Ջոկատ, այո, իսկ Նիկոլը չուղարկեց։ Որն է ավելի կարևոր։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ որ մեր զինվորները գոնե անցնեին, իրենց իսկ պապերի կերտած հաղթանակին շքերթին մասնակցեին, թե ինչ որ մի հատ կեպկայով մի հատ մարդ, որին երկրի բնակչության արդեն կարելի է հստակ ասել մեծամասնությունը զզվում է այդ մարդուց, որ գնա այնտեղ նստի։ Որն էր ավելի կարևոր։ Հիմա բայց հետաքրքիր բան եղավ, տես Ալիևը իր չգնալը ինչով բացատրեց, չէ՞, Պուտինին ասեց, գիտես, ասեք Վլադիմիր Վլադիմիրովիչ, պապայի հետ կապված ինչ որ հարցեր կան, ես դրա համար պետք է մնամ ստեղ, ինչ որ միջոցառումներ կան, բան։ Ես հետևել եմ ադրբեջանական մամուլին, ուրեմն այս օրերում միակ միջոցառումը, որին Ալիևը մասնակցել է, դա Ասկերանի շրջանում ինչ որ անասնաֆերմայի բացումը։ Այսինքն խաբել է Պուտինին փաստորեն, բայց չի գնացել զուտ այդ պատճառով, երևի վախենում են, որ ինչ որ պայմաններ կդնի Պուտինը իր եւ Նիկոլի առաջ, կստիպի ինչ որ խոսակցության գնա։ Ամեն դեպքում ուրեմն Նիկոլը գնաց, իսկ Ալիևը չգնաց, Նիկոլը ցույց տվեց, որ ինքը Եվրոպամետ է, Ալիևը ցույց տվեց, որ ինքը պապայի իշատակն է հարգում։ Այսպեսի խառը պատմություններ են, էլի։ Եվրոպամետ կատակով էր ասում, թե վրիպակ թույլ տվեցիր։ Չէ, կատակով է ասում։ Հա, որտեղ վրիպակ եղավ, չէ, այսօր բանը տենց ռուս լրագրողը հաստատ կեպկան տեսնելով
Հայաստանի ղեկավարին ներկայացրեց Ադրբեջանի ղեկավարը ու լուրջ, ասենք տենց սխալ չէր կարող, իսկ կարելի է Ադրբեջանի ղեկավար ներկայացնել։ Ադրբեջանի տուզիկ, ասենք շատ կաներ են, էլի։ Չէ, դա գիտես, ռուսները սովոր են, ասենք Մոսկվայի շուկայում, տենց ասենք կեպիով ադրբեջանցի պամիդոր ծախողներ տեսնել։ Հա, էլի, տենց Ադրբեջանի կոշիկ այն բան անող է, էլի, տենց իր բառնա չեմ ուզում դաժե ասեմ, բայց էդ է ինքը Ադրբեջանի ղեկավար չէ միջը։ Մի խոսքով, տենց լուրջ վրիպակ էր թույլ տվել։ Դե ինչ, ես օրինակ մեծ հպարտություն եմ իմ մեջ կրում, որովհետև ես 2.5 տարի եղել եմ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձ, մարդու իրավունքների պաշտպան, պրոտոկոլով եմ մասնակցել բոլոր այս տոներին, այդ թվում 3 եռատոների եւ 2016, 17 եւ 18 թվականներին եւ հիշում եմ 18 թվականի եռատոնը, որը որ անմիջապես Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հաջորդ օրն էլ ինքն էր եկել էր այդ բանի, գիտես են որ ինչ որ բան էս գրավում այդ հայացքով էլի, որ ես ձեզ գրավել եմ էլի, այս հայացքով մի հատ այդ իրա բաշի բոզուկներից բաղկացած մի հատ այդպես խումբ էր հետևից գցել բերել Արցախ։ Այտենց ամենտեղ շատ վատ էին իրանց պահումի դեպ, էդ էլ ասեմ, այդ իրա այդ սվիտան էլի, պատվիրակություն այսպես կոչված, ամեն սեպտեմբերի 2-ին եւ մայիսի 9-ին շատ սիրուն միջոցառում էր Արցախում Միչլինում, վերածննդի հրապարակից, երկրի ղեկավարության առաջնորդությամբ ժողովուրդը քայլում էր դեպի եղբայրական գերեզման եւ դրան պետքա մասնակցեր այդ անձը ու դες հիշում եմ լավ այդ օրերը, որ տենց շշմելու էր էլի, տենց մարդկանց հետ խոսում է, ասում է ժողովուրդ, սրա վերջը վատ է լինելու։ Բազմաթիվ արցախցիներ ասում են, չէ, ելք տեսնես ինչքան լավ կլինի, ոչ միայն հայաստանցիներ, այլ նաև արցախցիներ։ Ու այդ թվում նաև հիշում եմ մարդիկ այդ մարդկանցից, որոնք որ պատերազմում հերոսաբար ընկան։ Չգիտեմ, էլի շատ ծանր զգացմունքներ է մայիսի։ Պես ես էլ եմ դա ասում։ Այո, մայիսի 9-ը մեկ այդ դժվարանում ենք որպես հաղթանակ նշել, որովհետև միշտ այդ ծանր զգացմունքները կան, հա, միշտ այդ դե ինչ ասեմ, հույսով ապրենք, որ ուշադրությունները այսօրը խեղդում են մեզ։ Հա, հույսով ապրենք, որ ինչ որ մի դուր մի լույս մի տեղից կբացվի, կտեսնենք թե ինչ որ տարբերակներ կունենանք, ինչ որ բան վերականգնելու։ Ես մի բան եմ ուզում ասել, ինձ թվում է Նիկոլայ Ականջին հասել էր, որ Պուտինը իրեն վատ բան է, ամենը դեպս տեսար, որ Մոսկվայի մեկը ոչինչ չարեց, չէ, ուրեմն 20-ից ավելի երկրի ղեկավար կար, նա ընդամենը կանգնեց այդ կարմիր հրապարակում, երևի գնացել է հացակել Պուտինի հետ, եւ մեկ էլ երկու հայ վետերանի հետ հանդիպել, որոնք որ Հայաստանից են գնացել, հանգիստ կարվել Հայաստանում են հանդիպել։ Ուսում ասեմ, որևէ օրակարգ այնտեղ չուներ։ Դե հա։ Լավ, բայց ուրեմն գնալուց առաջ երևի ականջին բաներ էին հասել, որ Պուտինը ուզում է իրեն գործից հանի կամ չգիտեմ ինչ, եւ այստեղ ուրեմն նա ցույց տվեց, որ իմ կարծիքով դա դրան էր ուղղված, նա ցույց տվեց, որ ինքը երկրի տիրապետում է, որտեղ ազգային ժողովում գորգորոց մարդկանց վրա ասեց նախորդ օրվա այդ իր հիստերիայի մասին է խոսքը։ Այո, այդ մասին է։ Շատերը այդպես է բացատրում, որպես ցույց տալու համար, որ вот такой сильный скрипач բան, հա, այդ հայտնի։ Էլի, թող շատերը ասում են, որ դա կոռուպցիայի հետ է կապված, բայց կոռուպցիայի հետ կապված որևէ հարց չկա, որևէ խնդիր չկա։ Պարզ է, որ Հայաստանում կա կոռուպցիա, չէ՞։ Համարյա լավ, մի բան ասեմ, ամեն դեպքում առիթը կոռուպցիայի հետ կապված, իդեպ այստեղ ես ուզում եմ շատ կարճ եւ շատ կարեւոր բան ասել, այս Հայաստան խմբակցության երկու պատգամավոր աղջիկներին նշել, Աննա Գրիգորյանին եւ Քրիստինե Վարդանյանին, որոնք իրենց շատ տաղավարի պահեցին այդտեղ եւ այսպես իրենց չկարողացան ընկճել այդ զզվելի մարդկանց, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Ալեն Սիմոնյանի անհարիր բառ չեմ գտնում դրա համար այդ մեղ բառերն եմ օգտագործում, եթերային բառ չեմ գտնում, անհարիր վարքագիծը։ Գիտես, ես հիշում եմ Նիկոլը այդ նույն ձևը ուրեմն իր խմբագրությունում էր
ղեկավարում, այսպես ասենք, հա, ճակերտներով, այսինքն գորգորում էր մարդկանց վրա, հայհոյում էր, ուստեղ լավ է, հələ հեռախոսը չշպրտես։ Խմբակցություն ասացի թե խմբագրություն, կներես, չլսեցի։ Խմբագրություն, այսինքն հələ ժուրնալիստ աշխատած այո, այսինքն ընդհանրապես այդ ոճը գիտի կառավարելու, բայց այստեղ դրանից ես իդեպ ասեմ, որքան ես եմ իրեն ճանաչում, այդպիսի բաներ իր մոտ չկան, թե իր նյարդերը տեղի են տալիս, թե ինքը, ես երբ որ ինքը լաչար է ձևանում, ուրեմն նա ցանկանում է լաչար ձևանալ, երբ որ նա խմած է ձևանում, նա ցանկանում է խմած ձևանալ, նրան թվում է, թե իր կառավարման ոճը, իր էմոցիաները արտահայտելու, ուրեմն լավագույն ձևը ենթադրենք տվյալ պահին այդ դիմակով հանդես գալու։ Բայց հիմա այստեղ նա ցույց տվեց, այո, 100%։ Հիմա նա այստեղ ցույց տվեց, թե ինքը իբր կռուտոյ տղա է, այս ինչ են ասում impeachment բան, ով եք դուք արա, տեսեք, ես այ համբալներ, հասկանում ես, սարսափելի բան։ Չէ, համբալ չի ասել, Լուլուն չի լսել համբալ բառը, արի մանչանենք, Լուլուն ասեց, որ ես այդպես բառ չի, ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը այդպես բան ասած լինի, ոնց կարար այդպես բան ասած լինի, ինչ համբալ։ Համբալ ասում է Ավինյանի հայրը, համբալ Նիկոլ Փաշինյանը ոնց ասի։ Լուլուն ասել։ Դա ոնց որ թե ԿՊ-ի կողմից սիրելի բառն է, հա, այդ համբալը։ Դե ես Լուլուին հավատում եմ, աղաս ջան։ Ես իմ ականջներին չեմ հավատում, էլի Լուլուին եմ հավատում, որ ասեց, որ հա, իշխանական պատգամավոր։ Բայց ինձ թվում է այս ժողովուրդը քո ականջներին է հավատում, ոչ թե Լուլուին, հա։ Ուսում ասեմ, գիտես, այս ամբողջ լաչառությունը, ես կարծում եմ, իրեն թվում էր, թե Պուտինը սրանով ցույց է տալիս, որ ինքը ամբողջովին կառավարում իրավիճակը եւ ուրեմն պետք չի մտածել, թե իրենից բոլորից բարձրն է ղժղժում եւ դրանով է իր երևի թե։ Այո։ Ով որ ավելի բարձր է ղժղժում, ուրեմն ինքն էլ կառավարում է իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերվում է ուղղակի թեմայից մի քիչ շեղվեմ, հա, կոռուպցիային, գիտես, ես չեմ ուզում խոսել այն ամեն ինչի մասին, որ համարյա ասեք շաբաթը մեկ կամ չգիտեմ ամիսը մեկ մի նախարար կամ փոխնախարար է ուրեմն ձերբակալվում, չեմ ուզում խոսել այն մասին, թե քաղաքական կոռուպցիայի մասին, այսինքն այն մասին, թե ինչ կատարվում է նոր նորքի տեղապետարանում օրինակ։ Խոսքը հետևյալի մասին է։ Ուրեմն ինքը ասել է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ եւ քյաբաբ ուրեմն փողերը հետաբերել բան, բյուջետ, չէ՞։ Դե։ Հիմա խնդիրն այն է, որ այդ փողերը եկել են, ինչի մարդկանց կեսամակարդակը չի ավելանում։ Եթե փողերը եկել են, ինչի ենք մենք անընդհատ ուրեմն վարկեր վերցնում համաշխարհային բանկերից եւ այլ բանկերից եւ հիմա Հայաստանի արտաքին պարտքը դարել է, չգիտեմ ինչ որ առաստաղին է հասել, այն դեպքում որ դրանով ոչ բանակ ենք կարողացել սարքել, ոչ ինֆրաստրուկտուրաներ են կարել, կերել է մենակ։ Երևանի մենակ կերել է։ Դա։ Երևանի անձրևները տեսար։ Ամբողջ ինֆրաստրուկտուրան էլ, ասենք, Ալենի աղբոր գցած ասֆալտներ, որ կարծես թե մի տարի հետո վերացավ։ Այսինքն խայտառակ կոռուպցիա է, ուղղակի այնքան շատ են խնդիրները, թեկուզ այդ հայրենիքը ծախելը, Արցախը ծախելը, սահմանամերձ հողերը Թուրքին տալը, այնքան շատ են թեմաները, որ բարձրապես մարդ չի հասցնում դրանց կոռուպցիայից խոսել։ Ինձ թվում է կոռուպցիան այն թեման է, որին կարելի է շատ ավելի շատ անդրադառնալ առանձին հաղորդման տեսքով, հատկապես որ այդ հենց կոռուպցիայի առիթով իրենք, չգիտեմ, ջղաձգում ասեմ, ինչ ասեմ, թե ծրագրված քաղաքականություն, օրինակ չմոռանանք նախորդ շաբաթվա ընթացքում այդ հայտնի Նորքի մասիվի էլի Եվրո թաղապետի դեպքն էլ էր կոռուպցիայի առիթով էլի, իրանք փորձում են սավառեն դա այլ անձնական այսպես ուղղությամբ տանել, բայց դա էլ էր կոռուպցիայի հարց։ Կոռուպցիան իրանց համար Աքիլեսյան գարշապարի պես մի բան է, ինձ թվում է մի օր մենք դրա մասին առանձին պետք է խոսենք։ Ես առաջարկում եմ անցում կատարենք դեպի այդ շատ ավելի երկարաժամկետ էֆեկտ ունեցող իրադարձությանը Ռոմի քահանայապետի, նոր քահանայապետի ընտրությանը, որը ամերիկացի, մասնավորապես Չիկագոյից կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստն էր, որ ընտրվեց որպես պապ, երկրորդ օրը քվեարկության,
ոնց որ թե 4-րդ ռաունդով, էլի 4-րդ ռաունդով, որը շատ նորմալ ռաունդ է համարվում այսպես, ոչ շատ քիչ, ոչ շատ շատ, էլի, դες սովորաբար երկրորդ օրն է ընտրվում, 4-րդ, 5-րդ ռաունդով։ Երկու-երրորդ ձայները 133 կարդինալների, երկու-երրորդ առնվազն ձայներ ստացավ Ռոբերտ Պրևոստը եւ դարձավ պատմության մեջ առաջին ԱՄՆ ներկայացնող պապը եւ Ամերիկա մայրցամաքից, այսինքն հարավայինն էլ հետը, երկրորդ պապը նախորդ Ֆրանցիսկոս պապից հետո։ Ոնց են Ամերիկայում վերաբերվում այն փաստին, որ ներկայիս պապը Ամերիկայի քաղաքացի է։ Գիտես, մինչև դրան անդրադառնալը, ես կուզեի մի փոքր, այսպես ասած, պատմական վերլուծություն անել, որ մինչև 70-ականների վերջը, ուրեմն բոլոր պապերը ներկայացնում են կամ Ֆրանսիա կամ Իտալիան, երևի 1-2, չգիտեմ, ամբողջ պատմության մեջ 1-2 գերմանացի կամ իսպանացի պապ է եղել։ Ուրեմն վերջին 500 տարին միայն իտալացի։ Մինչև այդ քո ասած 1970-ականները մենը վերջին 500 տարին մենակ իտալացի։ Հիմա ուրեմն Վոյտիլան, որ դարձավ ուրեմն Հովհաննես Պողոս II պապ, այդ ավանդույթը փաստորեն քանդեց, նրանից հետո եկավ գերմանացի Բենեդիկտոսը, հետո փաստորեն արդեն Եվրոպա կենտրոնությունը պապերի կարծես թե վերացավ։ Այսինքն սա մի կողմից նշանակում է կաթոլիկության համաշխարհային ընդգրկման երևի ավելացում, սա իհարկե մի փոքր հարված է Եվրոպային, բայց փաստորեն եւ նախորդ պապը Ֆրանցիսկոսն էր Եվրոպայից դուրս, փաստորեն Արգենտինայից ընտրված, եւ ուրեմն այս Լեո 14-րդը եւ իդեպ ասեմ, որ ամենահավանական տեխնացուների մեջ այս ժամանակ քննարկվում էր օրինակ կորեացի կարդինալի տեխնացություն, ֆիլիպինցի կարդինալի, կորեացի, ֆիլիպինցի, կորեացի կար։ Այո, նույնիսկ Աֆրիկայից մի կարդինալի տեխնացու, Այո, ես իրան Վալեշիկն է ճիշտ ասած։ Էլի Ռոբերտ էր անունը։ Գիտես ինչ, այսպեսի խնդիր եղավ, փաստորեն Ֆրանցիսկոսի ժամանակ կոնկլավի բաղադրությունը փոխվեց։ Այո։ Հիմա կոնկլավի շուրջ 70 կամ 80% ուրեմն նոր կարդինալներ են, որոնք որ Եվրոպան չեն ներկայացնում։ Եվ այս առումով իհարկե 70 երկիր են ներկայացնում, այդ դրան էլ ուշադրություն դարձրեցիք, այսինքն 133 կարդինալները 70 երկիր են ներկայացնում, ոնց որ տես բան չի եղել երբևէ, էլի, որ այդքան շատ երկիր ներկայացվի։ Սրանով իհարկե Եվրոպա կենտրոնությունը խախտվեց դրա եւ ուրեմն այլ երկրներից կարդինալների ընտրվելու հնարավորություն ավելացավ։ Ես ուզում եի նաեւ մի բառ ասել Ամերիկայում կաթոլիկության մասին։ Այդ լավ հարց է, ո՞նց է վիճակը։ Կաթոլիկները Ամերիկայի ամենախոշոր կոնգրեգացիան են, ամենախոշոր կրոնական համայնքն են, այսինքն բոլոր լատինոամերիկացիները, մեքսիկները, իտալացիները, իռլանդացի ծագում ունեցողները եւ ուրիշները, եւ նաեւ ուրիշները կաթոլիկ են, բայց այս իհարկե բողոքականներն էլ շատ, բայց բողոքականները ներկայացնում են տարբեր կոնգրեգացիաներ, եւ այսպես միասնական ուրեմն Բայց իր հզորությունը կաթոլիկ համայնքը կարծես թե չի կարողանում ցույց տալ։ Այս ամբողջ պատմության մեջ Ամերիկայի իրենք ընդհանրապես երկու կաթոլիկ նախագահ են ունեցել, մեկը փաստորեն Քենեդին էր, որ սպանեցին, եւ երկրորդը Բայդենն էր։ Երկուսն էլ կարծեմ իռլանդացի նախնիներ են ունեցել եւ ուզում ասեմ կաթոլիկությունը այստեղ քաղաքականության մեջ մեծ դեր երևի չի խաղում երբեմն գլուխ է բարձրացնում այստեղ աբորտների դեմ պայքարի թեմայով, գիտես կաթոլիկների ուրեմն սովորական ընդունված մոտեցումը դրան, բայց ես կարծում եմ ուղղակի սա կարող է այստեղ կաթոլիկությունը վերածննդի բերել, կաթոլիկությունը ոտքի կանգնեցնել, նորից եւ դարձնել բավականաչափ հզոր, մանավանդ որ Թրամփի քայլերը ուրեմն այդ բողոքականների այսպես կոչված
deep state-ի, հա, ասենք deep state-ը խորը պետության, հա, որոնք որ համարվում են այդ WASP-երի սարքած ինչ-որ մի բան, հա, կարծես թե այդ ամեն ինչի քանդելուն է ուղղված եւ ասենք դա բողոքական սպիտակների Այսինքն, սա կարող է Ամերիկայի վրա լուրջ ազդեցություն ունենալ։ Դու լսել եմ, որ այս պապը, այդ շատ կարևոր բան, նա ընդհանրապես 2 տարի է կարդինալ եղել։ Սա էլ է հետաքրքիր փաստ, այսինքն նա ինտրիգների մեջ վատիկանյան շատ խրված չի եղել։ Եվ երկրորդ կարևոր փաստը, որ ինքը ավգոստինյան միաբանությունից էր, ինչը գիտես նրանք հայտներ իրենց սակավապետության, գիտության եւ կրոնի տարածման ուղղված Այսինքն ավելի միսիոներական ուղղվածություն ունեն։ Օրինակ այնտեղ իրանց դե մենք չունենք նման բաներ, դրա համար մեր քրիստոնյա առաքելականների համար դա այնքան էլ տենց սովորական բան չէ։ Հասկանալի չի, հա։ Հա, իրանք ունեն օրինակ ֆրանցիսկականներ, որոնք որ ավելի շատ աղքատություն, ողորմություն, նվիրատվություն այդպես բաներ են քարոզում։ Իրանք ունեն օրինակ բենեդիկտյաններ, որոնք որ ավելի կրթություն, գիտություն եւ այլն sense բաներ են քարոզում։ Իրանք ունեն բաներ, այդ ոնց որ նախորդ պապն է Ֆրանցիսկոսներ, ինքը կարծեմ հենց ճիզվիտական, այդտենց ինչ որ բացասական։ Հա, բայց նրանք ինչով են զբաղվում, հիմա չգիտեմ, այդտենց մեծ դպրոցներում վատ բաներ են իրաց մասին սովորացնում, բայց ոնց որ թե այդքան էլ վատը չեն հիմա իրանք, այդտենց մի քիչ փոխվել են միջնադարից էսկոմ։ Ամեն դեպքում ավգուստինյան միաբանության այդտենց հիմնական ուղղությունը դա միսիոներությունն է, կաթոլիցիզմի տարածումն է եւ ինչն է հետաքրքիր, որ շատ ճիշտ ես ասում, այդտենց ավելի գլոբալ է դարձել կաթոլիկությունը, բայց 2 պատճառով, 2 տենդենսի պատճառով։ Տենդենս 1 իրականում Եվրոպան ապա կաթոլիկանում է եւ ապա քրիստոնեականանում է եւ դառնում է ուրեմն ավելի շատ իսլամի եւ աթեիզմի բանավեճի այսպես վայր, տենց Եվրոպայում քրիստոնեությունը մի տեսակ արդեն նորաձև չի, ասենք ասենք, ինչը շատ վատ է, բայց դրան հակառակ, օրինակ Ամերիկաներում ու հատկապես Աֆրիկայում ու հատկապես Ասիայում շատ լուրջ աճ է լինում եւ օրինակ ես չգիտեմ, ես կարծում եմ հենց այս պապն է լինելու ոչ թե առաջին սև պապի, դեպ առաջին սև պապը չի լինելու, այնտեղ այն նոյի թվին 2 թե 3 սև պապեր եղել են։ Նույնիսկ առաջին դարում Վիկտոր անունով պապ է եղել, որը սրբացվել է ըստ վկայությունների սև է եղել, հետո երկրորդ դարում եւ այլն։ Եվ նոր շրջանի առաջի սև պապը կարող է լինել, ինձ թվում է այդ օրը այդքան էլ հեռու չի, որտեղ Աֆրիկայում կաթոլիկության տարածման տեմպերը հատկապես կարևոր են, ընդ որում այդտեղ շատ վերադարձնենք արդեն տենց նրա Լևոն պապի քաղաքականության հետ կապված հարցերին, շատ կարևոր էր թե արդյոք ինքը իր ինչ պապա ընտրվելու, այսպես ավանդապահ մտածողության պապա ընտրվելու, թե լիբերալ, թե տենց միջին ուղղվածության, կարելի է ասել, որ ոնց որ թե այս մարդը այդքան էլ ավանդապահ չի, կամ տենց միջին moderate, այսպես ասած, կամ դեպի ավելի լիբերալ ուղղվածության անձնավորությունը, ըստ տարբեր մեկնաբանների, այո, հենց ասենք միջին լիբերալիզմի ներկայացուցիչն է։ Հա, ու ինքը դրա մասին էլ խոսեց շարունակականություն Ֆրանցիսկոս պապից, այն քիչ վտանգավոր է անկեղծ ասած, որովհետև դες դու օրինակ աբորտի հարցերին ես ասում։ Այնտեղ լիքը հարցեր կան, որ ավանդական քրիստոնեական ուսմունքներից շեղման մեծ տենդենս կա, որոնք են այդ հարցերը։ Կանանց քահանայության հարցը, ինչ որ մարդիկ կան LGBT-ների հետ կապված վերաբերմունքը, կանանց քահանայության հարցը, բաներ, որ ավանդաբար 2000 տարի տենց հստակ կանոններ են եղել, հիմա տենց մարդիկ կան ուզում են դրանք փոխել։ Ընդ որում, այդ ամեն ինչի դեմ պայքարի տեսանկյունից ամենաավանդապահ, ամենաամուր հատվածը կաթոլիցիզմի դա հենց Աֆրիկան է, որոշ առումով նաև Հարավային Ամերիկան եւ Լատինական Ամերիկան եւ այսպես ասիական որոշ բաներ, բայց միջնաբերդը դրա դարձել է Աֆրիկան։ Եվ դա էլ պատահական չի։ Դա էլ պատահական չի, որտեղ աֆրիկյան կաթոլիկները ինչ որ միսիա են իրանց վրա տեսնում, ինձ թվում է դա հետաքրքիր է, տես մի քանի տեղ
կարդացել եմ դրա մասին, մի քիչ խոսել եմ ընկերներիս հետ, որոնք ի տարբերությունից գլուխ են անում այս հարցերից, ասում են, որ նրանք համարում են, որ Հռոմը տենց այնքան էլ ճիշտ ուղղությամբ չի գնում, եւ ինչպես 4-րդ դարում Աֆրիկայից եկան 5-րդ, ոչ թե 4-րդ, 4-5-րդ լավ։ Եկան Աֆրիկայից, օրինակ նույն Ավգուստինը, այդ է հետաքրքիր է, Ավգուստինը դա հյուսիսային Աֆրիկայից էր, Կարթագենից։ Եկավ ինքը եւ մյուսները եւ տենց կոպիտ ասած մի քիչ վատ բառ եմ օգտագործում, բայց թարազուի բերեցին Հռոմը, իրանց մոտ այդ միսիան տեսնում են, որ իրանք պետքա տենց Հռոմը նորից կարգի բերեն, որտեղ ոնց որ ամեն ինչ չի, որ այնտեղ ճիշտ է, եւ այս տեսանկյունից էր, որ ես ավելի շատ իրանց էի բալետանում եւ չգիտեմ, հուսով եմ, որ չգիտեմ որտեղից Աֆրիկայից կգան, թե որտեղից կգան, սև կլինեն, սպիտակ կլինեն, չգիտեմ, բայց ես ինքս ավանդական քրիստոնեության արժեքները պահպանելու կողմնակից եմ, այլ ոչ թե բողոքական եկեղեցիներից տարբեր ներողություն վիրավորելու նպատակ չունեմ, տարբեր զիզի-բիզի բաներ վերցնելու կողմնակից եմ։ Գիտես, այս տարի ես որ Աֆրիկայում էի, Տանզանիայի երկրի մի մասը մուսուլման են, հա, իսկ մյուս մասը կաթոլիկ, կաթոլիկ եւ անգլիկան, այսպես ասենք, հա։ Ուրեմն սովորաբար մենք սովորենք, որ իսլամը ագրեսիվ է, ագրեսիվ խաղաղ իմաստով թեկուզ, որ դուրս է մղում բոլոր այլ կրոններին, բայց այնտեղ մենք տեսնում ենք, որ քրիստոնեությունը դոմինանտ էր։ Հա, ու Աֆրիկայում բավական ագրեսիվ, ախր ագրեսիվ բառը չգիտեմ, այսինքն մարդիկ ամուր են, հավատում են, սա է հարցը։ Կրոնը որ դեպքում է, նու ագրեսիվ չասեմ, կրոնը որ դեպքում է ուժեղ, երբ որ մարդիկ իսկապես հավատում են։ Երբ որ իսկապես մարդիկ հավատում են։ Այսինքն մարդիկ իհարկե խոսքը չի վերաբերում ֆանատիզմին, որտեղ իրականում քրիստոնեության գաղափարախոսությունը այնպեսին է, որ մի քիչ ֆանատիզմը չի ենթադրում, էլի, այսինքն դու եթե ֆանատիկ մակարդակով դու ողորմություն ու բարություն ու լավ բաներ ես, լավ այսպես, լավ արժեքներ ես տարածում, դա գուցե լավ է։ Ֆանատիզմը տենց վատ իմաստ ունեցող արտահայտություն է, էլի, բայց քրիստոնեական արժեքները, այսպես կոչված էմպաթիան, դիմացինին հասկանալը, օգնելը, որ չափով որ դատես, նույն չափով որ այն չափով էլ կդատվես։ Բաներ կան, որոնք որ իսկապես շատ լավ են ու մեր հասարակությունում դրանց պակասը շատ զգացնել է տալիս, չգիտեմ, խոստում ես տալի, խոստումդ պահի եւ այլն, էլի։ Ուղղակի ասենք, որ այդ նույն բանը իսլամի մեջ էլ կա, եւ իսլամը ավելի պարզ կրոն է եւ դրանով է ավելի գրավիչ տանել, հա։ Այո, իսլամը ավելի պարզ կրոն է, բայց քրիստոնեությունն էլ իր առավելությունները ունի, լավ դե հիմա առավելությունների բան չասենք, այդ մասին չենք խոսում։ Հիմա վերադառնանք Պապին։ Այո։ Վերադառնանք Պապին, ուրեմն տարածված մտայնություն կա, թե այս Պապը ուրեմն հակա Թրամփի է։ Ես տես բան եմ կարծացել, հա։ Չնայած ամերիկացի է, բայց հակատրամփյան մոտեցման ամերիկացի է։ Հա, ուրեմն ասեմ հիմնական խնդիրը, որ նա Թրամփի դեմ հանդես է եկել, դա Թրամփի միգրացիոն քաղաքականությունն է, ինչը բնական է, որովհետև Ամերիկայից արտաքսվածները հիմնականում լատինական Ամերիկայից են, այսինքն հիմնականում կաթոլիկներ էին, եւ նա ուրեմն փորձում էր իր համայնքի շահերը առաջ քաշել։ Այս մի խնդիրն է, ես հարցերում չգիտեմ։ Դե ժամանակը չի եկել, մի հատ էլ մի քիչ այդ մարդը թող գործունեություն ծավալի, հասկանանք թե ինչ է անում։ Մենք էլ իրականում ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների հարցերն են կարևոր, որտեղ ամենամեծ աշխարհի միլիարդից ավել քրիստոնյաների է միավորում եւ կարևոր է ոնց կլինեն հարաբերությունները։ Այն ժամանակ երբ մենք պետություն ունենք, թե դեսպանը Սուրբ Աթոռում, թե մեր առաքելական եկեղեցու նվիրակը շատ լավ աշխատելով, շատ լավ հարաբերություններ են ստեղծել այս վերջի տարիներին դրանք այնաշճան, փչացան ամեն դեպքում ադրբեջանցիների դեմ չեն էլ խնդիր դնում առնելու։ Անտեսվեցին ուղղակի ասենք։ Հա, անտեսվեցին, հա, այդ շատ ճիշտ բառ է, բայց մենք ուրիշ խնդիր էլ ունենք։ Մենք ունենք հայ կաթոլիկ շատ կարևոր համայնք, հայ կաթոլիկների շատ կարևոր համայնք, նրանք ամենուր են, Հայաստանում էլ են, այսպես Մերձավոր Արևելքում են, օրինակ նրանց կենտրոնը Զմմար Թուրքիայում են։ Այո, Զմմար քաղաքն է, թե ինչն է, Արվարձանն է Բեյրութի, որը որ Լիբանանում է, եւ
օրինակ նույն մեր մխիթարյան միաբանությունը նույնպես հայ կաթոլիկ միաբանությունն է եւ պետք է հասկանանք թե ինչպիսի քաղաքականություն են իրականացնելու հայ կաթոլիկների մասով, դա էլ է շատ կարեւոր, так что մենք երևի թե նաեւ պետք է ուշադրությամբ հետևենք, տեսնենք Լևոն 14-րդ պապը ինչ է անելու։ Իդեպ կարևոր է նաեւ անվան ընտրությունը, դա էլ ասենք, օրինակ քո կարծիքով ինչի ինքը ընտրեց հենց Լևոն անունը, այլ ոչ թե որովհետեւ իր նախորդը Լեո 13-րդը հենց ավելի լայն փաստորեն աշխարհայացքի, ավելի լայն ընկալման պապեր եւ կարծես թե ինքը փորձում է ժառանգականություն Հա, իր հետ ժառանգականությունը փորձում պահել, 19-րդ դարի վերջի ոնց որ թե պապերից էր, որը որ առաջի սոցիալական ծրագրի հետ կապված ինչ որ տես բան կապացի։ Բանն արել, այսինքն ոնց որ թե լինելով Ավգուստինյան, լինելով նաեւ այս վերջին պապի Ֆրանցիսկոսի ժառանգը, նա փորձում է սոցիալական ծրագիր այս ուղղությունը կարևորել, որը որ ենթադրում է նաև միսիոներություն, կաթոլիցիզմի տարածում։ Մի խոսքով երևի դրանով էր պայմանավորված, այլ ոչ թե ուրիշ Լևոնների, որոնք որ պատմության մեջ օրինակ ինչն էր հետաքրքիր, 3 Լևոն պապ, այդ հետաքրքիր է, էլի, 3 Լևոն պապ, Լևոն առաջին պապը, Լևոն թվերը չեմ հիշում մյուսները, բայց 3 Լևոն պապ եղել են ամենակարևոր ուրեմն գործոն են եղել այդ 3 Լևոնները աշխարհի քրիստոնեության բաժանման գործում։ Օրինակ Լևոն առաջինի օրոք տեղի ունեցավ Քաղկեդոնը, որով որ մենք առանձնացանք եւ մենք չհամաձայնվեցինք Քաղկեդոնի հետ, դա Լևոն առաջին պապի օրոք էր։ Լևոններից մյուսի օրոք տեղի ունեցավ այն ինչ որ դու կարևոր դեր ունեցավ նրա մեջ ինչ որ մեծ խիզմա են ասում, որով որ այսպես կոչված ուղղափառներն ու կաթոլիկները միմյանցից տարանջատվեցին։ Երրորդներ Չեմ հիշում որ երրորդներ, այդ կողմերն են, էլի 4-ներ, 5-ներ, 6-ներ։ Եվ եւս մի քանի Լևոն հետո արդեն 16-րդ դարում հերթական Լևոն պապի դերը շատ մեծ է բողոքականության, այսինքն ռեֆորմացիայի ձևավորման գործում, որովհետեւ Մարտին Լյութերի ժամանակ ինքն էր պապը եւ Մարտին Լյութերը իր այդ ինդուլգենցիա վաճառելու բավական մեծ ծավալների հասած պրակտիկայի դեմ էր պայքարում։ Մի խոսքով եկեղեցու բաժանման այսպես փորձը որ նայում ենք տարբեր բաժանումներ հատկապես կարևոր դեր են ունեցել Լևոն անունով պապերը, հույս ունենանք, որ Լևոն 14-րդ պապը ոչ թե բաժանման, այլ միավորման գործոն կհանդիսանա եւ դա մեզ նույնպես օգտակար կլինի։ Իդեպ արի նշենք, որ Մարտին Լյութերը ինքը ավգուստինյան քահանա էր։ Այդ ես չգիտեի։ Հա։ Վերադառնալով մեր օրերը նաև նշենք, որ Վենսն էլ լինելով կաթոլիկ, այսինքն փոխնախագահը Ամերիկայի ինքը հայտարարել է, երբ որ վերջերս դարձավ կաթոլիկ, դրանից առաջ բողոքական էր, հասուն տարիքում հայտարարել է, որ իր պատրոն սուրբը հենց Ավգուստին, Սուրբ Ավգուստինն է, այսինքն ինքը նույնպես այդ ավգուստինյան ուղղության ինչ որտեղ կարող է տրամաբանության մեջ է։ Հա, նույն տրամաբանության մեջ է, հա։ Ես ուղղակի մի բան էլ ուզում եմ նշել, որ այս խառը իրավիճակում համաշխարհային բավականին ծանր քաղաքականության այս պահին շատ կարճ ուրեմն խոսք ունեցավ նոր պապը Լեո 14-րդը եւ այդ կարճ խոսքի մեջ 4-5 անգամ խաղաղություն բառը օգտագործեց։ Այսինքն ես կարծում եմ, որ խաղաղության ուղղված ջանքերը կլինեն նրա առաջնահերթությունների մեջ։ Մի հատ էլ հետաքրքիր նոր ձևակերպում տվեց, դրա վրա այն ուշադրություն դարձնել լատիներեն, տենց բառախաղ ու տենց հետաքրքիր ձևով զինաթափ վիճակում խաղաղություն եւ զինաթափող խաղաղություն, sense լատիներենով զինաթափող եւ առանց զենքի եւ զինաթափող խաղաղություն, sense ինչ որ ձևակերպում տվեց, որը կհասկանանք թե վերջի ինչ որ ուղղությամբ է այս միտքը ընթանալու։ Լավ, դե սրանով ավարտենք հերթական մեր ծովից ծովը, խոսեցինք տարբեր մակարդակների, տարբեր այսպես կարևորության հարցերի մասին, մեկը գլոբալ, մեկը հայաստանյան, բայց դե մեր համար բոլորն էլ կարևոր են այն տեսանկյունից, որ ստիպված ենք մենք ապրել թե մեր հայկական աշխարհում, թե գլոբալ աշխարհում։ Ձեզ էլ հարգելի ունկնդիրներ, խնդրում ենք դնել լայք, դա կարևոր է, որպեսզի մեր պրոդուկտը ավելի մեծ ընդգրկում ունենա, խնդրենք, որպեսզի մեկնաբանություններ թողնեք, մենք դրանք անպայման ընթերցում ենք,
հարկ եղած դեպքում դրանց անդրադառնում ենք եւ նաեւ աղաս ջան քո տեղը այս անգամ կասեմ խնդրենք նաեւ հա տեսնել թե մեկնաբանների մեջ այդ նկարագրության մեջ նշված ձևով եթե հնարավորություն եւ ցանկություն ունեք մեր անտիֆեյքի ընկերներին ֆինանսապես նաեւ օժանդակել, օգնել, որովհետեւ դա ուղիղ ազդեցություն է ունենում անտիֆեյքի product-ների, այդ թվում ծովից ծով podcast-ի տեխնիկական որակի վրա։ Դե իսկ բովանդակային որակը փորձում ենք մենք ապահովել, չգիտենք, դες երևի թե ունկնդիրներին հետաքրքիր է, չունկնդիրներին էլ հուսով եմ նույնպես կարող է հետաքրքրել, եթե իսկապես ունկնդրեն։ Ստեսյուն, սիրելի բարեկամներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։